նշեցիք, մատնանշեցիք հոդված, որտեղ նշեցիք падգամավորի ուղղակի կամ ենթադրելի ազդեցության մասին։ Իրականության մեջ падգամավորը որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի վրա ոչ ուղղակի, ոչ ենթադրելի ազդեցություն չի կարող ունենալ։ Դա սահմանադրությամբ ամրագրված նորմ է։ Եվ երկրորդը, եթե մենք падգամավորին մեղադրում ենք կոռուպցիոն գործարքի համար, ապա երկրորդ կողմը տեսանելի չի, այսինքն ում միջոցով այդ կոռուպցիան պետք է իրականացվեր։ Պայմանական ասած, տվյալ գործողության համար պետք է էկոնոմիկայի նախարարության եւ ՊԿ-ի հետ համաձայնեցնել ստիպել նրանց, որպեսզի այդ գործարքը կարողանար կատարել։ Որը падգամավոր ոչ ՊԿ-ի վրա, ոչ էկոնոմիկայի նախարարության վրա զերո ազդեցություն ունի, ոչ ենթադրելի ազդեցություն ունի, ոչ ուղղակի ազդեցություն ունի։ Հետևաբար, եթե որակումը նայում ենք, միգուցե մենք որակենք խաբեություն, եթե իսկապես ապացուցում ենք, որ նա գումար է վերցրել որևէ քաղաքացուց, խոստանալով չիրականանալի բան, անհասկանալի բան, այսինքն որևէ падգամավոր նստածներից որևէ մեկը չի կարող որևէ նախարարի պարտադրել օրենքից դուրս գործողություն կատարել։ Եվ հետևաբար կարծում եմ կոռուպցիան այստեղ չի, ամենաշատ կարող ասել ինչա խաբեությամբ քաղաքացուց գումար շորթել, եթե հաստատվի իհարկե փաստը։ Այս իմաստով խնդրեի ձեր մեկնաբանությունը, թե ինչ կապ ունի կոռուպցիայի հետ այս գործարքը, որովհետև հասկանալի չի մյուս կողմը, կոռուպցիան պետք է կողմեր ունենա։ Եթե չկան կողմերը, եթե կա մի քաղաքացի եւ մյուս կողմը չկա, ասենք Զանգ ՍԱՏՄ նամակ գրել, մենք ամեն օր ուրա 100 կիլո ես նամակ եմ գրում նախարարությանը, այս տարբեր հարցերով։ Հիմա կարելի է դա դիտարկել, որ ուրեմն կոռուպցիա է, ասա, որտեղ նամակ եմ, գրություն եմ ուղարկել որևէ նախարարության, որևէ հարցի վերաբերյալ։ Այս իմաստով խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն, նախ պարոն Բագրատյան, ազգային ժողովը դատարանի ֆունկցիա չի իրականացնում միջնորդագիրը քննարկելիս, դա է պատճառը, որ մնացած բոլոր կողմերի վերաբերյալ համապարփակ լսում չի կազմակերպվում, հակառակ դեպքում ազգային ժողովը կդառնար դատարան։ Մենք ներկայացնում ենք բոլոր այն ապացույցները, որոնք մեր կարծիքով բավարար են, ինչպես ես Տիկին Կարապետյանի հարցին պատասխանելիս նշեցի, բավարար են հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր շեմը, որպեսզի կարողանանք քրեական հետապնդում հարուցել անձի նկատմամբ։ Մեղադրանքի կողմը չի գտնում, որ այստեղ կա խարդախության հատկանիշներ։ Ես հատ-հատ բոլոր ապացույցները ժամանակը թույլ չի տա, որ կարդամ, դա այսօրվա օրը չի հերիքի, բայց ձեր ձեռքի տակ հատ-հատ կան։ Ու դրանք ինչ որ մի քաղաքացու, ինչ որ մի պնդումներ չեն։ Դրանք ցուցմունքներ են, որոնք հիմնավորվում են նաև օբյեկտիվ իրականության մեջ առկա դիրքավորումներով, հեռախոսազանգերով, հեռախոսային զրույցների բովանդակությունով։ Դրանք ուղղակի եւ անուղղակի ապացույցներ են։ Հատ-հատ ներկայացված են 3-րդ էջից մինչեւ 26-րդ էջը ներառյալ։ 27-րդ էջում բացվածքով տրված են երկու հանցակազմերի դիսպոզիցիաները, որոնք նորություն չեն։ Արդեն 2022 թվականից քրեական նոր օրենսգիրքը գործում է։ Այս առումով մենք կարծում ենք, որ միջնորդագրի մեջ մենք կարողացել ենք բավարար չափով ազգային ժողովին ներկայացնել փաստական տվյալներ, որ անձը պաշտոնական հանցագործություն է կատարել եւ ոչ թե խարդախություն։ Խարդախության պարագայում մենք պաշտոնատար անձի հետ գործ չենք ունենա կամ գործ կունենայինք այն պաշտոնատար անձի հետ, որը ենթադրյալ ազդեցություն էլ չէր կարող ունենալ։ Դուք կարող եք այլ պնդում ունենալ ազգային ժողովի падգամավորի մանդատի մասին, բայց այդ մանդատի նկարագրությունը սահմանադրական օրենքում կա։ Դրա համար մեր մեղադրանքը չի ենթադրում խաբեություն։ Մենք պնդում ենք պաշտոնական հանցագործության վարկածի առկայությունը։ Ունեք արձագանք, համեցեք։ Ազգային ժողովը այո դատարան չի։ Բոլորս դա հասկանում ենք։ Ազգային ժողովը քաղաքական բարձրագույն մարմինն է մեր երկրի եւ կառավարման ամենաբարձր օղակը եւ միակ ուղղակի ընտրված մարմինը։ Եվ այդ իմաստով մենք պետք է արտահայտենք նաեւ հանրային կարծիքը եւ հանրային տրամադրությունները։ Հասկանալի է, որ քրեական գործ է հարուցված եւ պետք է դա ամբողջ ծավալով ընթանա, եթե մենք անձեռնմխելիությունից սրկելու հնարավորություն տանք ձեր միջնորդությանը։ Մենք պետք է բավարար հիմնավոր համարենք դա, որպեսզի քվեարկենք դրա օգտին։ Իսկ բավարար համարելու համար մենք պետք է հասկանանք պարզագույն տրամաբանությունը։ Իմ գործընկերների հարցերի մեջ նույն տրամաբանությունը կար, որ падգամավորը չի կարող ազդեցություն ունենալ որևէ պետական մարմնի վրա, չի կարող։ Եթե դուք գլխավոր դատախազը ես ձեզ ասում եմ, որ այս ինչ մարդում այս մի դատ եք, որովհետև այսքան փոք տամ, դուք չեք ասել, բայց դա ձեր ինչ պարտականությունն է կամ ձեր ինչ միջնորդություն, կամ դուք ով եք, որ նման բան ասեք, չէ՞։ Նույնը ասել է պետական ցանկացած մարմին։ Այս իմաստով ես ասում եմ կոռուպցիա պետք չի դիտարկել, որովհետև կոռուպցիան կողմեր ունի։ Հավարտեք, կողմեր չկան։ Ժամանակը լրացել է, համեցեք։ Միջնորդագիրը 20 օր առաջ ներկայացվել է ազգային ժողով եւ ներկայացվել է դիտավորյալ վաղ, որպեսզի հասցնի
Ազգային ժողովը բարձրագույն օրենսդիր մարմինը ծանոթանալ բոլոր մանրամասներին։ 438 հոդվածը ես ընթերցեցի, ենթադրյալ ազդեցության մասին ընթերցեցի, թույլ տվեք չկրկնեմ այն ինչ որ արդեն ասել եմ։ Քրեական օրենսգրքի մեկնաբանության այլընտրանքային տարբերակ ես չեմ տեսնում։ Դուք կարող եք որպես պատգամավոր ձեր մեկնաբանությունն ունենալ, բայց 438 հոդվածի դիսպոզիցիան շատ հստակ է։ Ագնեսա Խամոյան